Հարգելի նախագահող, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք տեսել ենք պարտություն եւ ձախողում, մենք տեսել ենք լաց եւ ատամների կրճտոց։ Մենք տեսել ենք ողբերգություն եւ ցասում։ Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս եւ խուճապ, փլուզում եւ կործանում։ Մենք առաջնորդել ենք եւ զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն եւ հետեւաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության, Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար եւ ստեղծել ենք այդ հնարավորությունը եւ ուզում եմ ասել ստեղծել ենք այդ հնարավորությունը արդեն այսօր սա կարող եմ ասել բարձր եւ վստահ մենք մեր պատմության գագաթնակետին կուլմինացիային ենք հասել եւ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատեվությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել Իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ։ Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել եւ հետեւաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու եւ չեզոքացնելու հնարավորությունը։ Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք եւ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, խաղաղության խաչմերուկ նախագիծ, այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը եւ նրանում ազատ, անվտանգ եւ բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենից բարձր եւ առաջնահերթ։ Ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, այս մտածումների համախումբն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի գործնական նպատակը Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովող կիրառելի հայեցակարգի ձևակերպումն է եւ այդ հայեցակարգը այդ բանաձևը ձևակերպվում է, եթե չասենք ձևակերպված է։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, եւ այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունը այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքը պետությունն է կարգախոսը եւ ինչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 տարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը Օսմանյան կայսրությունը։ Հայրենիքը Հայաստանը, պետությունը ռուսական կայսրությունը, հայրենիքը Հայաստանը, պետությունը խորհրդային միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության եւ նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ եւ անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։ Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է։ Ժողովուրդ, հասեք, սրանք բյուջե են լցնում։
որովհետև բյուջեն եւ հարկը պետական ու պետության ատրիբուտ են եւ հետեւաբար ենթագետակցորեն կամ ձեռքբերովի ռեֆլեքսի համաձայն ատելի։ Նրանք չեն ուզում, որ այստեղ պետություն լինի։ Նրանք ուզում են, որ այստեղ լինի հայրենիք, որովհետև հայրենիքը պետական սահման չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քրեական եւ քաղաքացիական օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքն ի վերջո հարկային օրենսգիրք չունի, իսկ պետությունը ունի։ Հայրենիքը քաղաքացիություն ու քաղաքացիական պատասխանատվություն չունի, իսկ պետությունը ունի։ Եվ այսօր ոչ թե մեր կառավարության, այլ պետության նկատմամբ ռելիկտային ատելությունն է դրսևորվում ընդդիմության խոսույթում, որովհետև իրական Հայաստանի հեղափոխությունն ասում է. հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունը։ Ոմանց համար սա ատելի կարգախոս է, որովհետև կենացային հայրենասիրությունը գործնական եւ ամենօրյա հայրենասիրության փոխարինելու հրամայականի առաջ է կանգնեցնում բոլորիս, որովհետև մեզ դուրս է դնում Սան Ստեֆանոների եւ Բերլինների կոնֆերանսներում թղթե շերեփով դռների տակ կուչ եկած ուրիշների կողմից մեր ճակատագրի որոշմանը սպասողի կարգավիճակից ու մեզ պարտադրում է սեփական կարգավիճակը որոշողի բարդ, դժվար, երբեմն աներևակայելի, բայց հայրենիք պետությունը, նրա հարատևությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակակետ ունեցող որոշումներ։ Եվ այո, 2018 թվականից մեր բոլոր ռազմավարական որոշումները եղել են այդպիսին, եւ այո, դրա շնորհիվ այսօր մենք պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ չենք ունեցել երբեք ու ասում եմ ամենապատասխանատու կերպով։ Ինչ է պետք անել ուրեմն այդ շանսը օգտագործելու համար։ Նախ պետք է հաղթահարել պետության նկատմամբ այդ ռելիկտային, մնացորդային ատելությունը, որ ձեռքբերովի ռեֆլեքսի նման ուղեկցում եւ առաջնորդում է մեզ։ Եվ սրան զուգահեռ պետք է ամեն ինչին նայել պետական շահի տեսակետից, ընդունելով եւ ճանաչելով այդ շահի գերակայությունը։ Իսկ պետական շահը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացմամբ է հնարավոր իրագործել այն հայեցակարգը, որ պետությունը քաղաքացու բարեկեցության գործիք է, այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են կենցաղային ապահովությունը, առողջությունը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։ Միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենցաղային ապահովություն, առողջություն, ազատություն, արդարություն, անվտանգություն։ Իսկ տնտեսական զարգացման համար հարկավոր է խաղաղություն եւ օրինականություն։ Իսկ այս ամենը ապահովելու համար հարկավոր է կրթություն եւ աշխատանք։ Աշխատանք եւ կրթություն։ Սա է ողջ բանաձևը։